Ձեր գերազանցություն պիտի նախագահ։ Ուրախ եմ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Մեր վերջին հանդիպումն ուղիղ 2 ամիս առաջ էր Եվրոպական քաղաքական համայնքի Երևանում կայացած 8-րդ գագաթաժողովի և Հայաստան Եվրոպական միություն հանրամի գագաթաժողովի շրջանակներում, որի արդյունքում ձեռք բերվեցին մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար կարևոր պայմանավորվածություններ։ Մեր գործընկերության հիմքում ունենալով համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստան Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը, մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության, ամրապնդման և խաղաղության օրակարգերին։ Տիկին նախագահ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը և Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես Sure, London has its famous landmarks, but the real icons, they're on the plate. Introducing միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահ այդ մասին հայտնեց, համոզված եմ նաև իր խոսքում այդ մասին խոսի, այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական միությունը կկիրառի այս գործիքը։ Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը, հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է։ Հարգելի գործընկերներ, վերջին ամիսների ընթացքում մեզ հաջողվել է առաջընթաց արձանագրել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգի մեկ այլ կարևորագույն ուղղություններից մեկում կապակցվածության ոլորտում։ Դրա վառ ապացույցը Հայաստան-Եվրոպական միության գագաթաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրոպական միություն կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարության և նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած կապակցվածության օրակարգի հարտակի նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային 3 անցակետի և հյուսիսային 2 ավտոճանապարհի իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության և հաստատման նամակի ստորագրումը։ Էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը նաև հնարավորություն կընձեռնի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։ Գործընկերոջս հետ քննարկել ենք այս հարցում Եվրամիության աջակցության հաստատման և հատկացման հարցը։
Կարգի կյանքի կոչման տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջապակման համատեքստում տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի եւ կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ առավել սերտ համագործակցել նաև թվային, մասնավորապես արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների եւ նոր արարության ոլորտներում, միաժամանակ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կնպաստի Եվրոպական միության մասնավոր ներդրումների աճին։ Այս առնչությամբ կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ եւ թվային մալուխի ծրագրերին։ Մեծարգո տիկին նախագահ, սիրելի Ուրսուլա, թույլ տվեք եւս մեկ անգամ ձեզ հայտնել երախտագիտությունս սերտ գործընկերության եւ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների եւ տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ի բարօրություն մեր ժողովուրդների եւ ի նպաստ Հայաստանի Հանրապետություն, Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման։ Շնորհակալ եմ։ Thank you very much, Prime Minister dear Nicole. It's great to be back in Yerevan so soon. Indeed, first of all, I want to congratulate you for your electoral victory. These elections have shown once again the strength of Armenia's democracy, the spirit of a velvet revolution which you led in 2018 is alive and well. Armenia is carrying on the path of democracy, reform, peace, and of a closer partnership with Europe. And I'm here to tell you, you can count on us. While Armenia is coming closer to the European Union, the South Caucasus is coming closer together. The initialing of the peace agreement last year was a history-making moment. The most consequential step this region has taken in decades. The same goes for the continued normalization of relations with Turkey. These decisions required political courage and leadership, and I know their rewards will be immense. Opening borders will transform Armenia's economic future. It will anchor Armenia in the heart of one of the world's most strategic crossroads. And we will stand by you to turn this vision into reality. This is why I announced a new €200 million global gateway package for peace through connectivity. With our financial partners, we aim to mobilize up to €2 billion for strategic transport, for energy and digital projects all across the South Caucasus. In Armenia, it could support projects currently under preparation, for example, including border crossing points and road infrastructure. So we are building real physical infrastructure for peace. And at the same time, we're building bridges between people. Therefore, I also announced a €20 million peace fostering program. It is aimed at communities that live along the borders. We want to support the local economy, the small businesses, the micro businesses, or for example, new farming techniques, water management, etc. We want to improve everyday lives. And we want to create new opportunities for dialogue between the communities. Our package will help people experience the tangible benefits of peace, so that peace takes root in the hearts and in the minds of this generation and the next. Turning now to the situation in your country, I know Armenia is still facing significant economic pressure from Russia. Nothing short of economic coercion, actually. But rest assured, when pressure mounts on our partners,
the European Union steps up, and I have some announcements here too. First, you will soon receive an additional 18 million euros to help strengthen and diversify your trade. The funding can, for example, help establish an export promotion agency and boost the export capacity of Armenian businesses. These 18 million euro are the final part of the 52 million euro support package we discussed in our phone call early June. Second, we're going a step further. We are presenting a proposal for so-called autonomous trade measures. That means these autonomous trade measures will liberalize almost 80% of Armenian exports to the European Union. With this means 80% of your trade with us will now be tariff-free. And with this, we can reroute products that currently still rely heavily on the Russian market and send them to the European Union single market of 450 million consumers. So this measure will open the European doors for almost 99% of Armenia's fresh fruits, vegetables, and plants that used to be exported to Russia. And it will open the door for more than 90% of your exports of beverages and spirits, open the door to the European Union single market. In fact, over the past month, we have seen more and more Armenian flowers arriving at our market, and I think this is a beautiful symbol of a new chapter in our economic partnership. And this is only the beginning. With these new measures in place, you will have the means to diversify and to diversify fast. In mid-July, we will deploy experts to Armenia to work directly with your producers and your businesses and your exporters and help them seize all the opportunities that a privileged partnership with the European Union can offer. Prime Minister Diernikol, on the 7th of June, the people of Armenia spoke clearly. They chose democracy, the rule of law. They chose reform and peace. They chose to open and welcoming and an inclusive society. And they chose to partner with the European Union. And together, we must now turn their aspirations into results. You can count on us. Thank you very much. Your Excellencies, thank you for such important statements. And now we'll move on to the press conference and take some questions from our colleagues. Հարգելի ներկաներ, ձեր գերազանցություններ, շնորհակալություն հայտարարությունների համար, այժմ մենք անցնենք մամուլի ասուլիսին եւ մի քանի հարցեր մեր գործընկերների կողմից։ Եվ առաջին հարցը Factor TV-ից. And the first question from Factor TV. Շնորհակալություն Նարեկ Կիրակոսյան Factor TV, հարց ունեմ հանձնաժողովի նախագահ Տիկին ֆոն դեր Լայենին։ Տիկին նախագահ, Հայաստանը էներգետիկ դիվերսիֆիկացիան դարձրել է ռազմավարական առաջնահերթություն, սակայն շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական գազից եւ էներգետիկ ենթակառուցվածքներից։ Նախընտրական շրջանում մենք Մոսկվայից տարբեր պաշտոնյաների մակարդակով լսում էինք ակնարկներ, որ Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ գազ է ստանում եւ դա կարող է թանկանալ։ Հայաստան Եվրամիություն մերձեցման շրջանակներում, եթե Ռուսաստանը որոշի գազի մատակարարումը դադարեցնել կամ գինը օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք, ապա ինչ կոնկրետ աջակցություն կարող է տրամադրել Եվրոպական միությունը, արդյոք Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին աջակցել այլընտրանքային մատակարարներից գազ ձեռք բերելու կամ գնի հնարավոր սուբսիդավորման ուղղությամբ, եթե կան ծրագրեր
խնդրում եմ մանրամասնել եւ մեկ հարցել Հայաստանի վարչապետին։ Պարոն վարչապետ, երեք խոսել եք Ռուսաստանի վարչապետի հետ։ Նախ խնդրեմ ասել նախաձեռնությունը խոսակցության հեռախոսազրույց ունենալու ձեժն էր թե ռուսական կողմինը, ինչ բնույթի հարցեր եք քննարկել, արդյոք սահմանափակումներին Հայաստանից արտահանվող ապրանքների անդրադարձ եղել է թե ոչ, եւ արդյոք չեք բացառում, որ կկրկնվի 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում որոշեց դադարեցնել Եվրամիության հետ մերձեցումը ռուսական ճնշումների պատճառով։ So indeed, on the topic of energy, you need a strategic, comprehensive and multi-layer approach. And just as we are helping Armenia to diversify the trade, that gives resilience and strength, we want to help Armenia also to diversify its energy supply. This is the reason why next week a group of experts from the European Union will come to Armenia. We have a lot of experience with this situation. We had it with Ukraine, we had it with Moldova, so we have a lot of experience. We had it actually as European Union too, these elements and these situations. We have a lot of experience how to diversify the supply of energy to a certain country. At the same time, we are investing in the regional energy security through new electricity interconnectors, because in parallel you have to build new routes and stronger regional energy networks. This includes the 25 million euros for the Caucasus transmission network. And we are supporting Armenia's remarkable expansion of renewable energy. This is homegrown energy. So it's your energy. You produce it here in Armenia, and therefore it gives you independence and energy security and stronger resilience. So with different approaches, we're there to support you in a situation, potential situation, that we know very well. Շնորհակալ եմ հարցի համար, նախ անդրադառնամ այն թեմային, թե բացառում եմ արդյոք այն իրավիճակը 2013 թվականի, երբ Հայաստանը մի գիշերում, թե երկու գիշերում հրաժարվեց Եվրոպական միության հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից եւ որոշում կայացրեց Եվրասիական տնտեսական միության կամ մաքսային միության ուղղությամբ գնալ, հարցին պատասխանեմ կարճ եւ կոնկրետ, այո, բացառում եմ, դա հնարավոր չի, առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը։ Մյուս կողմից մենք ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք եւ չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում եւ բնականաբար մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը, եւ սա կարծում եմ տրամաբանական է ցանկացած երկրի համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, իմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, հարցերի քննարկման շրջանակը հաղորդագրության մեջ ներկայացվել է, թե ինչ հարցեր են քննարկել, պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք։ Շնորհակալություն եւ հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն and next question from Armenian Public Television. Շնորհակալություն, Մերի Խաչատրյան, պարոն վարչապետ, հաշվի առնելով Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը, ռազմավարական գործընկերության մասին վերջերս ստորագրված փաստաթուղթը, ինչպես եք տեսնում Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացումը եւ արդյոք այն չի վնասում Հայաստանի բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությանը։ Եվրոպական միությունը շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ 1 գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների գործում եւ միջայլոց նաեւ 18 թվականի հեղափոխությունից առաջ։ Այլ խնդիր թե ինչ էֆեկտիվությամբ եւ ինչ անկեղծությամբ է այդ օրակարգը իրականացվել
Եվ հիմա ընտրություններից հետո նաև շատ կարևոր առիթ եմ համարում, որ մենք ինչպես ասել եմ արդեն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մենք ռեստարտի ենթարկենք. Now you can generate video in Descript. Create and use generative media directly in your edit with no fuss or clunky workflows, all in one place. Need B-roll? Done. Social clips? Easy. Wild backgrounds, animated titles. With the best generative models, the possibilities are kind of endless. Եվ ընտրությունները եւ այս նոր շրջանը եւ եվրոպական միության հետ մեր հարաբերություններից նոր մակարդակը եւ նոր ծավալը մեզ համար ստեղծում է պատմական շանս եւ մենք մեր ռազմավարությունը հստակ հայտարարել ենք խնդիր առաջին որը մենք պետքա լուծենք լիարժեք անկեղծ ամբողջական լինել համապատասխան եվրոպական միության ստանդարտներին Եվ սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետք է լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որը արդեն քաղաքական հարց է։ Բայց ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք եւ անկեղծորեն համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, դա մեզ հնարավորություն կտա լինել Եվրոպական միության լիարժեք անդամ։ Բայց նաև դա քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից։ Եթե մեզ կհաջողվի դառնալ Եվրոպական միության անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում։ Եթե ինչ որ պատճառով, ասենք Եվրոպական միությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս, այդ դեպքում մենք նորից շատ մեծապես շահած դուրս կգանք, որովհետև մենք կլինենք երկիր, որը լիարժեքորեն համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին եւ դա ում համար է արվում, սա շատ կարեւոր է, սա Եվրոպական միության համար չի արվում, սա արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության համար եւ սա այն ռազմավարական նպատակն է, որը մենք հետապնդում ենք, իհարկե նոր հնարավորությունները, որ բացվում են կապված տարածաշրջանային կապուղիների բացման հետ ի վերջո Ես նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ բազմիցս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի եւ սա պատմական իրադարձություն է եւ մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը, որ մեր այս ջանքերում հետեւողական եւ ամբողջական աջակցում է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ իհարկե մենք դա շատ բարձր ենք գնահատում եւ նույնիսկ հիմա որ հետադարձ նայում ենք աներևակայելի է թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության հարաբերությունները եւ որևէ նշան չկա որ զարգացման այդ տեմպերը դանդաղելու են եւ ես դրա համար շատ ուրախ եմ And now the last question from Shant TV. Եվ վերջին հարցը Shant հեռուստաընկերություն։ Հարցը ուղղում եմ Եվրոհանձնաժողովի նախագահին Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայան Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացը անցել է արդեն տեխնիկական փուլ։ Ինչպես է գնահատում մինչ այժմ գրանցված առաջընթացը եւ ինչ քայլեր են անհրաժեշտ որպեսզի գործընթացը չսահմանափակվի միայն բարեփոխումների իրականացմամբ, այլ հանգեցնի Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքի եւ սկսի գործել առանց վիզայի ռեժիմ։ Եվ խնդրեմ, եթե հնարավոր է, նշեք իրատեսական ժամկետներ։ Շնորհակալություն։ Thank you very much. First of all, I want to say that Armenia is the only partner country currently engaged in an active visa liberalization dialogue with the European Union. That shows already the stepping up of our partnership. We issued a report that is necessary in April, and this report pointed to the good progress made by Armenia in implementing the Visa Action Plan. I know that you are very strongly committed to it, and I thank you for that. This is impressive to see, and I know how much it matters to the Armenian people. There will be more evaluation missions this autumn to assess the process and the progress that is on the remaining benchmarks. To translate this a little bit, this is a merits-based process, so certain elements have to be fulfilled. You're on a good path, you're working hard on it, I know it, and therefore once all these necessary elements are fulfilled,
we can move on to our proposal for a visa-free regime. So it's a matter of being able to do the steps that are necessary of reforms. We help you with that, and if this is fulfilled, then you pass the finish line. Ես նախընտրական շրջանում ես հայտարարել եմ, որ մենք խնդիր ունենք 2 տարվա ընթացքում, այսինքն 2026-ը արդեն կեսն անցել ենք, 2029 թվականի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն, իհարկե ես համաձայն եմ տիկին նախագահի հետ, շատ բան մեզնից է կախված եւ հարցերը շատ դեպքերում ոչ թե եվրոպական միությանը պետքա տանք, այլ ինքներս մեզ տանք, թե ինչքանով ենք պատրաստ եւ ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը եւ այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում եւ իհարկե մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել, հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ եւ էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար։ Thank you once again, Your Excellencies. Շնորհակալություն, այսքանով ես հապատեմ։